Ջոն Բիվիր Գոդրել երկչոդությունը 10-րդ գլուխ Ցանկությունը բավական չէ Փարի մտադրությունները բավական չեն Պետրոսը փափագեցավ ցույց տալ, որ ինքը գրնար հավատարիմ լալ նույնիսկ եթե ադոր համար պետք էր իր կյանքը զոհեր բայց այս ցանկության ուժը բավական չէր այն պահպանելու համար Պետրոսի սրդին մեջ եղած վախը հաղթեց վարդապետին նկատմամբ ունեցած իր սիրուն Հիսուսն անդրադարձավ ադոր իր հարութենեն ետք Հովհաննես ավետարանի 21-րդ գլուխը կպատնե մեզի, որ Հիսուսը հայտնվեցավ իր աշակերտներուն եւ անոնց նախաճաշին համար ցուկ եւ հաց կպատրաստեր Հետո ան Պետրոսին 3 անգամ հարցուց Թուն գսիրես ինձի Առաջին երկու անգամները Հիսուս օգտագործեց ագապաո բառը, որ կնշանակե սերեն թրթված գործողություն։ Բայց Պետրոսն ամեն անգամ կպատասխաներ հունարեն ֆիլիո բառով։ Այս բառը կսահմանափակվի զգացմունքային սիրով, առանց գործողության։ Պետրոսը վշտացավ, երբ Հիսուսն անոր 3-րդ անգամ հարցուց։ 3-րդ անգամ Հիսուսն օգտագործեց ֆիլիո բառը։ Հիսուսին հարցումին մեջ սերը գործողության մագարտագեն իջեցուց զգացմունքային մագարտագի։ Վհատության մեջ Պետրոսը պատասխանեց. «Դեր, թուն ամեն բան գիտես, թուն գիտես, որ ես կսիրեմ քեզ»։ Հովհաննես 21:17, ինչ որ կնշանակե, թուն գիտես, որ ես ջերմ զգացումներ ունիմ քու նկատմամբ։ Հիսուսն ավելի ընդգծեց ու հստակեցուց հարցումը. Թուն գսիրես ինձի այնքան, որ կյանքդ տնես ինձի համար։ Ասիկա գխոսի այն սիրո մասին, որ նկարագրված է ագապաո բառով։ Պետրոսը ճշմարտությամբ եւ խոնարհաբար պատասխանեց, որ իր սերը զգացմունքային կամ քնքուշ սեր էր։ Հիշե, որ ան հազիվ նոր ուրացած էր Հիսուսին։ Պետրոսը կընդուներ իր սեփական թուլությունը։ Անոր քնքուշ մտերիմ սերն այնքան զորավոր չէր, որ թույլ դար թնել սեփական կյանքը։ Վերջավորության Հիսուսը հարցուց Պետրոսին. «Թուն գսիրես ինձի ջերմ զգացումներով»։ Հիսուսը գիտեր, որ հիմա Պետրոսը գոդրված մարդ էր եւ դեռ ընդունակ չէր ագապաո սիրուն։ Հիսուսը ցանկալով բացատրել Պետրոսին, թե ինչ նկատի ուներ ինքը, երբ հարցուց անոր առաջին երկու անգամները ըսավ. Ճշմարիտ գսեմ քեզի, երբ որ բադանի էիր, թուն առանցին քոդիդ կգաբեիր եւ կբդդեիր ուր որ գուզեիր, բայց երբ որ ձերանաս, ցերկերդ կմեկնես եւ ուրիշը քոդիդ կգաբե եւ կդանի ուր որ չես ուզեր։ Ասիկա ըսավ ցույց տալով, թե ան ինչ մահով պիտի փառավորե Աստուծուն եւ ասիկա ըսելեն ետք ըսավ անոր. Իմ յետևեն եկուր։ Հովհաննես 21:18 եւ 19 Ես կգարձեմ, որ Հիսուսը Պետրոսին այս խոսքերն ասելով նկատի ուներ հետևյալը. Նախկինին թուն ցախողեցար, ապրելով զգացմունքային սիրո ուժով, բայց օրեր պիտի կան, երբ թուն թեմ արդեմ կհանդիպիս քու ամենամեծ վախին եւ թուն կհաղթես գադարյալ սիրո զորությամբ։ Մինչ այդ բահը Պետրոսը սիրած էր մարդկային լավագույն կարողությամբ, բայց ադոր մեջ անցախողած էր։ Եթե Պետրոսը հետևեր Հիսուսին, սպառազինված պիտի ըլլար ագապաո սիրով։ Սիրո այդ տեսակը չի ծնիր մարդկային ցանկութենեն, այլ հորմեն կծնի մեր սրտերուն մեջ։ Հռոմայեցիս 5:5 Աստուծո սերը ագապե կամ ագապաո չի վախնար մեռնել է ուրիշին համար։ Հիսուսը քաչալերեց Պետրոսին ըսելով անոր, որ երբ Պետրոսը գրգին հանդիպի ճնշման, հաղթանակած դուրս պիտի գա։ Ան ընդունակ պիտի ըլլա իրականացնելու այն ինչին համար նախկինին երթում ըրած էր ինքնավստահությամբ։ Ան գրնար մեռնիլ մինչև Հիսուսին ուրանալը, իսկ եթե ազատեր վախի եւ երկչոդության ճնշումեն, գթարնար փոխված մարդ։ Աստված ասիկա գնե մեր օգուտին համար։ Ան գզորացնե մեզ, երբ վախծած ենք։ Ան թույլ գուտա, որ մենք այնքան ժամանակ թեմ արդեմ հանդիպինք այն ամենուն, ինչեն կվախնանք, մինչև որ հաղթող ըլլանք։ Երբ կսպարենք մեր հնարավորությունները, պետք է աղաղագենք անոր։ Այդ զորության մեջ մենք չենք գրնար ցախողիլ, որովհետև սերը երբեք չի ցախողիր,
Առաջին Կորինթացիս 13:8 Աստված չի ցանկար, որ մենք փախչենք մեր թույլ ոլորտներեն, ան կցանկա, որ մենք թեմ արդեմ հանդիպենք ադոնց առանց վախնալու։ Կխնդրեմ հեռացուր ասիգա։ Բողոսն այս ամենը լավ գիտեր, եւ որ հայտնություններու առավելությամբ չհբարդանամ, մարմինիս համար խայտ դրվեցավ ինձի սատանայի հրեշտակ, որ ինձի բռունցքով ձեձե, որ չքորոզանամ։ Երկրորդ Կորինթացիս 12:7 Ես կգարձեմ, որ այս խոսքին մեջ վկայված է չար հրեշտակի մասին, որուն սատանան ուղարկած էր Բողոսին հարվածելու։ Այս հրեշտակը Բողոսին համար խնդիրներ կստեղծեր ամենուր ուր անգերթար։ Կորինթացիս երկրորդ թուղթի 11:24-27-ը գբատնե որոշ խնդիրներու մասին, որոնց հանդիպած էր Բողոսը։ Հրյաներեն 5 անգամ 41 բագաս ձեզ ընդունեցի, 3 անգամ ցաղկով ձեզվեցա, 1 անգամ քարգոծվեցա, 3 անգամ նավափեգության հանդիպեցա, ցերեկ ու քիշերմը անթունթի մեջ մնացի։ Շատ անգամ ճանապարհներու մեջ քեդերեն վտանգներ, հեթանոսներեն վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անաբադի մեջ վտանգներ, ծովու մեջ վտանգներ, սուտ եղբայրներեն վտանգներ։ Չանքի եւ աշխատանքի մեջ շատ անգամ արտնություններու մեջ, սովի եւ ծարավի մեջ, շատ անգամ ձոմի մեջ, ցուրդի եւ մերգության մեջ։ Ամեն տեղ ուր Բողոսը կքարոզեր, ավետարանին համար գինար զորավոր հալածանքի մեջ։ Շղթաներ ու փորձանքներ կսպասվեին անոր յուրաքանչյուր քաղաքի մեջ։ Բողոսը կմդրագվեր, ջիբոդով կծեծվեր, կքարգոծվեր, նավափեգության կենթարկվեր եւ շատ այլ բաներ։ Այսպիսով ան քնած Աստուծոքով ասոր համար։ Ասոր համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ անոր հերացնե ինձմե։ Երկրորդ Կորինթացիս 12:8 Հասկանալի է, որ Բողոսը գուզեր ազատը լալ այս դիմադրութենեն եւ հալածանքեն։ Աստված պատասխանեց. Բավական է քեզի իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը դգարության մեջ կգադարվի։ Երկրորդ Կորինթացիս 12:9 Դերը այս խոսքով գսեր. Բողոս, մի խնդրեր ինձ որ հերացնեմ այս ամենը, բայց ավելի խնդրե, որ իմ շնորհքն ու զորությունը քեզ բարձրացնեն այն բաներեն վեր, որոնց դու չես կրնար հաղթել։ Բողոս, ուր որ չկան խոչընդոտներ, հոն չկա եւ զորության գարիք։ Հաղթանակը դեղի կունենա այն ժամանակ, երբ բայկար գա։ Որքան մեծ է բայկարը, այնքան մեծ է հաղթանակը։ Ճշմարիտ զինվորը չի փախչիր հագամարտութենեն, այլ գվազե ադոր ընթարաջ։ Բայկարի թեժ բահուն պետք չէ խնդրել Աստծուն, որ մեզ դուրս հանե բادرազմեն։ Ադիգա ճիշտ այն բահն է, երբ պետք է աղոթենք Աստուծո շնորհքին համար, որբեսի գարենանք հաղթել։ Աստված կփառավորվի այն ժամանակ, երբ մենք թեմ արդեմ կհանդիպենք ինչ որ բանի, որ մեր մարդկային ուժերով անկարելի է հաղթահարել։ Անգե յետք է, որ անոր զորությունը գուքա մեր վրա եւ բոլորը կրնան տեսնել ադիգա։ Աստուծո շնորհքը կհաղթե ամեն տեսակի վախի եւ խոչընդոտի, որուն կհանդիպենք։ Դուն քեզ քաչալերե Աստուծո այսքանի հորդորներով։ Բայց շնորհակալություն Աստուծո, որ ամեն ժամանակ մեզ հաղթող կդարձնե Քրիստոսին մեջ։ Երկրորդ Կորինթացիս 2:14 Բայց շնորհակալություն Աստուծո, որ դվավ մեզի հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ցերքով։ Առաջին Կորինթացիս 15:57 Աբա ով պիտի բաժնե մեզ Քրիստոսի սերեն, դարաբանք, թե նեղություն, թե հալածանք, թե սով, թե մերգություն, թե վտանգ, թե սուր, ինչպես գրված է, թե ամեն օր քեզի համար կսպաննվենք եւ մորթվելու ոչխարի պես համարվեցանք, բայց այս ամեն բաներուն մեջ առավել եւս կհաղթենք անոր միջոցով, որ մեզ սիրեց։ Հռոմայեցիս 8:35-37 Հաղթողը կհագարագի թիմադրության, կհաղթե եւ հաղթած դուրս կուքա բայկարի մեջ են։ Բողոսն ամուր բռնվեցավ ասկե եւ անոր անհանգստությունը վերածվեցավ հույսի, անկրեց. Արդ ավելի հոժարությամբ իմ դգարություններով կբարձենամ, որբեսի Քրիստոսի զորությունը իմ մեջ փնագի։
որովհետև հաճույք ստացած եմ, հավնած եմ դգարություններու, թշնամանքներու, վիշտերու, հալածանքներու եւ նեղություններու մեջ հանուն Քրիստոսի, որ երբ կդգարանամ, այն ադեն գզորանամ։ Երկրորդ Կորինթացիս 12:9-10։ Ուշադրություն դարձուր, որ անգս է հավնած եմ, հաճույք ստացած եմ։ Որքան հաճախ մենք կտեսնենք մարդոց, որոնց հաճելի կթվի հանդիմանություններու, գարիքներու, հալածանքներու եւ վիշտերու մեջ ըլլալը։ Ադիգա միայն այն անձնավորությունն է, որ ծածկված է Քրիստոսի մեջ։ Քաղատացիս 2:20։ Միայն անգրնա հաճույք ստանալ այսպիսի բաներեն։ Այդպիսի մեկն գաբրի Քրիստոսին բարձրացնելու համար։ Բողոսը գիտեր, որ գրնա վստահիլ Աստուծո շնորհքին, որն իրեն կպահեր այնքան մինչև Քրիստոսը մեծարվեր։ Բողոսը Հիսուսին ավելի շատ կսիրեր, քան իր սեփական կյանքը։ Ան պատրաստ էր մեռնելու, բայց ավելի կցանկար ապրիլ անոր համար։ Ավելի ուշադիր նայր Փիլիպպեցիներուն ուղած նամակին։ Իմ ակնկալության եւ հույսի համեմատ ոչ մեկ բանով ամոթ գլամ, այլ բոլոր համարձակությունով, ինչպես ամեն ժամանակ, հիմայալ Քրիստոսը փառավորվի իմ մարմինին մեջ, թե կյանքով, թե մահով։ Փիլիպպեցիս 1:20։ Բողոսին համար նշանակություն չուներ կյանքով կփառավորվեր Քրիստոսին, թե մահով։ Անոր համար կարևորն այն էր, որ միայն թե Քրիստոսը փառավորված ըլլար։ Բողոսը նկատի չուներ այն մահը, որ գլլա դգարության կամ հիվանդության պատճառով։ Հիսուսն այդ մահը գրած է մեզի համար խաչի վրա։ Դգարությունը, հիվանդությունը անոր փառք չեն բերեր։ Հավատալ, թե մենք կփառավորենք Քրիստոսին հիվանդութենեն մեռնելով, այնքան սխալ է, որքան հավատալը, թե Հիսուսը կփառավորվի, եթե մենք մեռնեինք մեղքի ստրգության մեջ։ Հիսուսը երկուքն ալ գրեց խաչին վրա, Եսայա 53:4-5։ Սաղմոս 103:2-3 կսե. Օրհնե Տիրոջը ով իմ անձ եւ մի մոռնար անոր բոլոր բարիքները, որ գներե քու բոլոր մեղքերը, գբժշկե քու ամեն ցավերը։ Ինչպես կտեսնենք, Բողոսը չէր խոսեր դգարության կամ հիվանդության մասին։ Մեր վերաբերմունքը պետք է ըլլա այսպիսին. Դեր, կարևորը թուն փառավորված ըլլաս, որ քու կամքը կատարվի եւ սատանան բաժին չունենա։ Բողոսի եսասիրութենեն զուրկ սերը ծնունդ տվավ համարձակությանն, որուն բարակային ոչ մեկ երկչոդություն գրնա ներս թափանցել։ Գրգին Փիլիպպեցիս 1:20։ Գիտնալով, որ յուրաքանչյուր քաղաքի մեջ կհանդիպի հալածանքի եւ սպառնալիքի, ան ջեղքելով արջև գերթար։ Բողոսը ոչ մեկ մարդ թե կվախնար։ Ան կբաժնեկցեր Եփեսոսի երեցներուն հետ ըսելով. Եվ հիմա ահա ես հոգիով կապված գերթամ Երուսաղեմ եւ չեմ գիտեր, թե հոն ինչ պիտի բադահի ինձի։ Միայն թե Սուրբ Հոգին քաղաք կվգայե եւ գսե, թե գաբանքներ ու նեղություններ կսպասեն ինձի։ Գործք Առաքելոց 20, 22 եւ 23։ Օ, ինչպիսի մարգարեական խոսք։ Ինձի համար հետաքրքրական է, թե քանի հոգիներ այսօր գվազեն հոս ու հոն այսպիսի խոսքի համար։ Ոչ, անոնք չեն ալ ցանկար այսպիսի բան լսել։ Մենք բոլորս կսիրենք լավ բաներ լսել, բայց Աստված նաև կզգուշացնե զրկանքի համար, ադոր հետ մեկտեղ կբերե եւ հույս եւ քաջություն։ Բողոսը կքաջալերեր նորաթարցներուն ըսելով. Շատ նեղություններով պետք է մեզ մտնել Աստուծո արքայությունը։ Գործք Առաքելոց 14:22։ Հետաքրքրական է, թե ինչպես մենք գարցականքենք, եթե ստանանք մարգարեական խոսքը, որ ամեն անգամ մեզի կսպասվին հալածանքներ եւ թիմադրություն։ Անշուշտ ես չեմ ասեր, որ Աստուծմե ստացած ամեն մեկ խոսք պետք է այս բնույթի ըլլա։ Խնդիրն այն է, որ մեզի դրված շատ խոսքեր մարդոց կտրթեն սխալ բաներ փնտրելու։ Ադոնք գեղեցիկ հաճելի խոսքեր են այն մասին, որ մարդիկ պետք է փառքավաճին արևդուրի կամ ծառայության մեջ, ուր ամեն բան լավ պիտի ըլլա անոնց համար։ Հաճախ մարդիկ Աստուծո կփնտրեն ու կծառայեն միայն այն բանի համար, թե ան ինչ կրնա անել իրենց կյանքին մեջ։ Անոնց սերը դակավին հետաքրքրված չէ Աստուծուն իրենց կյանքով կամ մահով մեծարելով։
Նայենք, թե ինչպես Պողոսը գարձականք է գաբանքներու եւ փորձանքներու մասին մարգարեական այս խոսքին. Բայց ես բանի մտեղ չեմ թներ եւ իմ անցնալ բադվական չեմ համարեր, որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտոնը, որ դեր Հիսուսեն արի, որ Աստուծո շնորհած ավետարանին վգայեմ։ Գործք Առաքելոց 20:24։ Պողոսի համարձակության փանալին այն էր, որ ան իր կյանքը սուղ բան չէր համարեր։ Ան նաև հասկացած էր, որ Աստուծո ծրագիրն իր կյանքին համար կներառեր նաև հանդիպող փորձություններն ու հալածանքները։ Հիսուսի հանդեպ Պողոսի սերն ավելի մեծ էր իր կյանքին նկատմամբ ունեցած սերեն։ Պողոսի կյանքը ցույց կտա մրցավազքն ավարտելու գաղտնիքը։ Վարդիր քու կյանքը եւ վերցուր Քրիստոսի կյանքը։ Հաջող ասիկա կնշանակե, որ մենք պետք է վարդենենք այն, ինչ որ հարմարավետ է, եւ վերցնենք ոչ հարմարավետը, խաչը։ Տուն համոզված ես, որ այս ավետարանը ամերիկյան է։ Ես գիտեմ, որ ասիկա հոգեհարազատ չէ ժամանակագից արևմտյան քրիստոնեության։ Այն բավական տարբեր է 1980-ականներուն եւ 1990-ականներուն մեր աբրածեն եւ քարոզածեն։ Ես առաջիններեն եմ, որ կխոստովանիմ, թե ես ալ սխալած եմ։ Անցյալ 10 տարիներու ընթացքին ես հանդիպած եմ ցիթանի իրավիճակներու սրդիս մեջ եղածը բացահայտելու համար։ Պետրոսի նման գվշտանայի, երբ կտեսնեի իմ թադարք խոստումները եւ սրդիս իրական վիճակը։ Շատ դեպքերու մեջ ես կաղաղագեի Տիրոջը, խնդրելով անոր փոխել իմ սիրտը։ Ես վարժված էի երախտաբարդ ըլլալ ինձի զորացնող փորձություններուն համար։ Առաջին Պետրոս 1:6 եւ 7։ Ես շատ լավ հասկացած եմ Աստվածաշունչի հետևյալ խոսքերը. Արդ Քրիստոսը, որ մարմինով մեզի համար չարչարվեցավ, դուքալ նույն մտքով զինվեցեք, որովհետև մարմինով չարչարվողը մեղքեն թատրեցավ, որ այլևս ոչ թե մարդոց ցանկություններուն պես, այլ Աստուծո կամքին պես ապրինք մարմինին մեջ մնացած ժամանակ։ Առաջին Պետրոս 4:1-2։ Չարչարանքներու մեջ մենք կհասուննանք։ Ես չեմ խոսիր չարչարանքի գրոնական հասկացողության մասին, ըստ որում պետք է ընդունել հիվանդությունն ու աղքատությունը, քանի որ ադոնցմով գարժանանաս Աստուծո քնահատանքին։ Ես ոչ ալ նկատի ունիմ այն չարչարանքը, որ գլա դքիդության եւ սխալ անաստված վարքագիծին պատճառով։ Աստված չի փառավորվիր այս բաներով։ Չարչարանքները, որոնց մենք պետք է հանդիպինք, այն չարչարանքներն են, որոնց փորձառությունը ունեցած է Քրիստոսը, փորձված է ամեն ցևով, մինչդեռ առանց մեղքի։ Եբրայեցիս 4:15։ Չարչարանքը, որ կնկարագրե Պետրոսը, մարդուն հանդիպած այն թիմադրությունն է, երբ սեփական մարմինն ու շրջապատի մարդիկ կստիպեն անոր երթալ ոչ թե Աստուծո կամքով, այլ այն ճանապարհով, որ իրենք կուզեն։ Այս բարակային երկչոդությունը գլուխ կբարձրացնե, եթե մենք արմատավորված չլանք Հիսուսի նկատմամբ ունեցած սիրո մեջ։ Պետրոսին պես ես կցանկամ հետևիլ Հիսուսին ոչ թե մինչև հոն, ուր ես բարձաբես կսեմ, թե անոր համար գտնեմ իմ կյանքը, այլ հոն, ուր ես կընդունիմ իմ սեփական կյանքի եւ ցանկություններու մահը։ Թույլ դուր, որ միայն անփառավորվի։ Ասիկա կիրակորձվի անոր շնորհքով։ Ան իր շնորհքը գուդա խոնարներուն։ Հակոբոս 4:6։ Ահա թե ինչու հալածանքի հանդիպելու ժամանակ Պողոսը գրնար ասել. Ես հաջույք ստացած եմ, հավնած եմ։ Դες թե ինչ կսեր Հովանես առաքյալը անոնց մասին, որոնք հաղթեցին սատանային։ Եվ անոնք հաղթեցին անոր քարնուգին արյունով եւ իրենց վկայության խոսքով եւ չսիրեցին իրենց հոգին մինչեւ իմահ։ Հայտնություն 12:11։ Ես շատ անգամ լսած էի այս խոսքը, բայց միայն ադոր մեկ մասը։ Շատերը շատ շուտ կգենան, անոնք բաց կցկեն խոսքի վերջին մասը։ Ասիկա էլ ճիշտ այն բաժինն է, որ մեր արևմտյան մշակույթին մեջ հանրաճանաչ չէ։ Մենք չենք հաղթեր երկչոդության թեմ մղվող պայքարին մեջ այնքան ժամանակ, մինչև չմերժենք սիրել մեր կյանքը մինչև մահ։ Եթե մենք սիրենք մեր կյանքը, ապա ճանապարհներ կփնտրենք այն փրկելու համար։
Աստուծո տղամարդիկ եւ կանայք, հիմա դուք գիտեք ճշմարտությունը։ Երկչոդությունը հաղթելու միակ ճանապարհը կյանքդ գործընծնելն է։ Աղաղագե Աստուծո, երբ կգարթաս, մի նահանջեր, այլ համարձակիր հավատալ։ Խնդրե անոր, որ լեցնե սիրտդ իր սիրով, որ երբեք չի նահանջեր։ Խնդրե անոր մե իր շնորհքը, որուն միջոցով կհաղթես քեզի հանդիպող իրավիճակներուն։ Խնդրե անոր, որ քեզի արտոնություն տա դժվար դեղերով երթալու համար։ Աղոթե, որ ըլլաս այն կորձերուն գետրոնը, որոնք անգնե երկրի մեջ, մի խնդրեր թյուրին կյանք, ադոր փոխարեն խնդրե կյանք, որ կփարավորե անոր։ Բայց ինչ կսես այս մարդուն մասին։ Եգուր վերաթարնանք այն բահուն, երբ Հիսուսն իր հարութենեն հետո նախաճաշ կպատրաստեր աշակերտներուն համար։ Նախաճաշեն հետո Հիսուսը Պետրոսին չտվավ օրհնված մարգարեությունը։ Մինչդեռ Հիսուսին խոսքերը կգրեին այն խոստումը, որ Պետրոսը պիտի հաղթեր իր ամենամեծ վախին եւ ան իր սեփական ցանկությունները չիրականացներ մարդկային ուժով, Հիսուս նսավ Պետրոսին, որ իրեն հանդեպ ունեցած հավատարմության պատճառով գնահատակվի։ Պետրոսը կհաղթեր մեկ բանի, ինչին նախկինին չէր գրնար հանդիպիլ։ Ան կտեսներ նոր Պետրոսին։ Հիսուսը տեսավ վերջնական աշխատանքը։ Պետրոսը դեռ պատրաստ չէր։ Լսելով, թե ինչ տեղի պիտի ունենա, Պետրոսը շրջվեցավ եւ տեսավ Հովհաննես առաքյալին եւ հարցուց Հիսուսին. «Բայց Տեր, ինչ կսես այս մարդուն մասին»։ Հովհաննես 21:21։ Պետրոսն իր անձը դակավին կհամեմատեր ուրիշներուն հետ, ըստ էության անգսեր. «Եթե ես պետք է ասոր մեջեն անցնիմ, իսկ ան ինչ պիտի ընե»։ Հիսուսը պատասխանեց. «Եթե ես կամենամ, որ ան գենա մինչև ես կամ, քեզ ինչ, թուն իմ ետևես եկուր»։ Հովհաննես 21:22։ Ուրիշ ձևով ըսելու համար, ադիկա կարևոր չէ, մի համեմատեր քեզ ուրիշներուն հետ, ուղագի հետևիր ինձի։ Շատերը կչափեն իրենց կյանքն ու ծառայությունները ուրիշներու ըրածին եւ ըսածին հետ։ Թուն չես ցանկար քեզ չափել սխալ չափանիշով։ Գոյություն ունի մեծ տարբերություն սանտիմետրի եւ կիլոմետրի միջև։ Մեր եկեղեցիներուն մեջ մարդոց մեծ մասը իրենց կյանքը գաբրին ինչպես որ գուզեն հարմարավետության մեջ։ Երբ մենք մեզ կհամեմատենք մյուսներուն հետ, գտվի թե մերքով ամեն ինչ լավ է։ Գեղձ մխիթարություն է ըսելը, թե ես լավ եմ այնքան որքան մյուսները։ Ասիկա ինքնախապեյություն է։ Մարդիկ կհավատան, որ եթե թիմացինի կյանքին մեջ ամեն ինչ լավ է, ապա իրենց քովնալ ամեն ինչ լավ է։ Բայց եւ այնպես մենք ունենք մեկ չափանիշ։ Մենք ոչ մյուս քարոզիչներուն կամ եկեղեցիներուն, ոչ այլ մեր քույրերուն ու եղբայրներուն մեզի համար չափանիշ կհամարենք։ Մեր չափանիշը Հիսուսն է։ Հիսուսը Պետրոսին չսավ, որ հետևի Հովհաննեսին, ան ըսավ հետևիր ինձի։ Հիսուսի անցած ուղին անցնուրացության ուղի էր։ Բավարար չէ Հիսուսին բարձաբես հետևիլ ցանկալը կամ փափակիլը։ Մենք պետք է հետևինք, լսե հետևյալը։ Եվ ան ժողովուրդն իր աշակերտներուն հետ իրենքով գանչեց եւ անոնց ըսավ. ով որ գուզե իմ ետևեն գալ, թող իր անձն ուրանա եւ իր խաչը առնե եւ իմ ետևեն գա, որովհետեւ ով որ գամենա իր անձն ապրեցնել, պիտի գործընծնե այն։ Մարգոս 8:34 եւ 35։ Ուշադրություն դարձուր, որ Հիսուս նսավ. եթե քու ցանկությունն է ամեն ինչ անել կյանքդ փրկելու համար, ապա դու կգործընծնես այն։ Զարմանալի չէ։ Եթե փափակիս այն բաները, որ այս աշխարհը կցանկա, նույնիսկ եթե երբեք չես ունենար, կգործընծնես քու կյանքը։ Բայց եւ այնպես ուշադիր նայիր, թե Հիսուսն ինչ կսե շարունակության մեջ։ Բայց ով որ իր անձն ինձի եւ ավետարանին համար կգործընծնե, կապրեցնե այն։ Մարգոս 8:35։ Ուշադրություն դարձուր, որ Հիսուսը չսավ, թե ով որ կցանկա գործընծնել իր կյանքը ինձի համար, ցանկությունը բավարար չէ։ Պետրոսն ալ ցանկաց հետևել Հիսուսին եւ ճիշտ այդ գիշեր ուրացավ անոր։ Բայց անոր շարժարիթին ետևը ոչ Աստուծո սերը գար, ոչ ալ անոր զորությունը։ Ադիկա պատճառ դարձավ, որ ան բարդվի։ Ստուգեք ու սիրտը։
Մինչ գլսես այս աուդիո գիրքը, ստուգեք ու շարժարիտները։ Արդյոք դու Հիսուս Քրիստոսին ճշմարիտ աշակերտն ես, թե գցանգաս հետևիլ անոր միայն քու պայմաններով։ Արդյոք դու կմնաս քու սահմաններուն մեջ հերու մնալով անձնազոհութենեն։ Հնարավոր է, որ այդ սահմանները պահպանեն քեզ Հիսուսին անցած ուղիներեն եւ վերջի վերջով որակազրկեն քեզ։ Դես 2 Կորինթացիս 13:5։ Հիսուսին հետևելու որոշում կայացնել են առաջ, մենք նախևառաջ պետք է իմանանք ադոր քինը։ Այո, ադիգա ճիշտ է։ Ադիգա արժեք ունի, այն կպահանջե ոչ պակաս քան քու ամբողջ կյանքը։ Լսե թե ինչպես Հիսուսը բացատրեց ասիգա իրեն հետևիլ ցանկացող բազմությանը։ Եվ շատ ժողովուրդներ գերտային անոր ետևեն, եւ դարձավ անոնց ըսավ. Եթե մեկը քովս կա եւ չադե իր հորն ու մորը, գնոջն ու որդիներուն եւ եղբայրներուն եւ քույրերուն եւ ինքն իր անցնալ, ան չի գրնար իմ աշակերտը ըլլալ։ Եվ ով որ իր խաչը վեր չառներ եւ իմ ետևես չի կար, ան չի գրնար իմ աշակերտը ըլլալ։ Որովհետև ցեզմե ով է որ գամենա աշտարակ շինել եւ առաջ չնստի ու ծախսը հաշվե, թե ավարտելու համար բավական բան ունի, որ թերևս երբ որ հիմքը տնի եւ չգարենա ավարտել, ամեն տեսնողները սկսին ծաղրնել անոր եւ ասել, թե այս մարդը սկսավ շինել եւ չգրծավ ավարտել։ Արդ այդպես ալ ցեզմե ամեն մեկը, որ իր բոլոր ինչքեն չհրաժարի, չի գրնար ինձի աշակերտը լալ։ Ղուգաս 14:25-30 եւ 33։ Ահա թե ինչ կարժե մինչև վերջ համբերելը։ Մենք քիչ մը առաջ հայտնության գիրքին մեջ գարտացինք, որ անոնք, որոնք հաղթեցին, չսիրեցին իրենց կյանքը մինչ իմահ։ Դժբախտաբար ասիգա չի գրնար ըլլալ այսօրվան Ամերիկայի եկեղեցվո ճշգրիտ նկարագրությունը։ Ես կրնամ շատ օրինակներ բերել քրիստոնյա տղամարդոց եւ կանանց կյանքեն, որոնք կշարունակեն իրենց կյանքի սեփականատերերը ըլլալ։ Երբ ես հովիվ էի, երիտասարդ կինը մոտեցավ ինձի եւ թշկոհելով ըսավ. «Հովիվ Ջոն, ես այնքան սարսափելի գարձիկ ունիմ իմ մասին։ Գխնդրեմ աղոթե, որբեսի գարձիկս փոխվի»։ Ես նայեցա անոր եւ ըսի. «Ադիգա քու խնդիրն է»։ Գինը շփոթեցավ, անգագնգալ էր երկարաժամ խրատներ լսել եւ վերջավորության ալ աղոթք։ Գինը գսպասեր, որ ես բարեհաճ կգտնվիմ եւ քաղցր խոսքեր գսեմ, որբեսի ան ինքնիրեն լավ սկար։ Իմ պատասխանը ցնցեց անոր, բայց ճշմարտությունը մեզի գազադ է, այլ ոչ թե մեր խնդիրներու մասին խոսիլը առանց ադոնց արմատներուն հարցերը լուծելու։ Ես հարցուցի գնոջը. Աստվածաշունչին մեջ թուն ուր գտնես վկայություններ ինքնամեծարման կամ թուն քու մասին լավ գարձիկ ունենալու մասին։ Հիսուս նսավ, որ իրեն հետևելու համար թուն պետք է մեռնիս։ Երբեք թուն տեսած ես մեռած մարդը, որ նստած է թակաղին մեջ եւ գսե. «Հեյ, ինչու ինձի այսպես հագցուցած եք, ադիգա ինձի հաճելի չի թվիր, ինչու իմ մազերն այսպես հարդարած եք, ինչ կմտածեն մարդիկ»։ Ես կուզեի ցույց տալ գնոջը, որ Աստվածաշունչին համապատասխան չեն ինքնամեծարումն ու քու մասին լավ գարձիկ ունենալը։ Հիսուսին հետևելու եւ սիրելու համար թուն քու մասին լավ գարձիկ ունենալը բարդաթիր չէ։ Այդ գինը կետրոնացած էր ժամանակավորի եւ ոչ թե հավիտենականի վրա։ Մենք չենք կրնար Աստուծո ծառայել, երբ միայն լավ գարձիկ ունենք մեր մասին, երբ մենք ոգևորված ենք, կամ ալ երբ ամեն ինչ կընթանա մեր ուզած ձևով։ Մարդոց, որոնք այսպես կվարվին, մենք կանվանեինք լավ օրերու ընկերներ, գլան նաև լավ օրերու քրիստոնյաներ, անոնք իմաստուն չեն։ Վերջի վերջո, անոնք կհանդիպին ինչ որ բանի, որ չի համապատասխաներ իրենց պատկերացումներուն։ Այն գրնա բադահիլ անոնց ընթացքի որևէ փուլի մեջ։ Եթե անոնք պատրաստված չեն, ապա կհանձնվին։ Հնարավոր է, որ անոնք երթան եկեղեցի, դասանորդ վճարեն եւ զոհաբերություններ տան, խոսին լեզուներով եւ ասեն ճիշտ բաներ, բայց իրենց սրդերուն մեջ հրաժարին Աստուծուն որոնել է։ Աստուծո սերը ոչ մեկ սահմանափակում ունի։ Եթե մենք իսկապես կցանկանք քալել անոր հետ,
մենք պետք է հեռացնենք մեր սահմանափակումները։ Փոխված մարդ։ Երբ մենք գնայինք Պետրոսին, Կորսկ Առաքելոց քիրքին մեջ դժվար է հավատալ, որ այն նույն մարդն է, որ վախցավ եւ ուրացավ Քրիստոսին ծառաներուն առջև։ Սուրբ Հոգիով լեցվել են հետո ան համարձակորեն առանց վախի ողջ Երուսաղեմի դարածքին կհռչակեր, որ Հիսուսը դերն է ու Մեսիան։ Պետրոսը ձերբակալվեցավ եւ իրեն առաջնորդներուն առջև բերին այն քահանաներուն, որոնք խաչած էին Հիսուսին։ Այժմ Պետրոսը գեցած էր ոչ թե ծառաներու, այլ ճիշտ նույն խորհուրդին առջև, որ դատաբարդեց Հիսուսին։ Պետրոսը նայեցավ անոնց եւ մեծ համարձակությամբ հայտարարեց. «Դուք էիք, որ խաչեցիք Հիսուս Քրիստոսին Մեսիային, եւ ուրիշ մեկով ալ փրկություն չկա բացի անորմե»։ Դես Կորսկ Առաքելոց 4:8-12։ Պետրոսին եւ Հովհաննեսին համարձակությունը զարմացուց խորհուրդին եւ անոնք չգրցան որևէ բան ասել այն կորձին թեմ, որ Աստված գներ։ Այդ մարդիկ վերահսկելու վարպետներ էին եւ թիմեցին վախցնելու միջոցին։ Անոնք ասին իրարու, այլ որբեսի ավելի չդարածվի ժողովրդին մեջ, սաստիկ սպառնանք անոնց, որ այլևս այն անունով չխոսին մարդոցմե ոչ մեկուն հետ։ Կորսկ Առաքելոց 4:17։ Հիշե, որ այս առաջնորդները հազիվ նոր խաչած էին Հիսուսին։ Իսկ Հիսուսը Պետրոսին արդեն ասած էր, որ ան պիտի մահանա այնպես, ինչպես որ ինքը մահացավ։ Ասոնք դատարկ սպառնալիքներ չէին։ Մինչդեռ նույնիսկ հնարավոր մահվան առջև գեցած Պետրոսն ու Հովհաննեսը համարձակորեն հաստատեցին. «Եթե արժան է Աստուծո առջև, որ ցեզի ավելի ականջ տնենք, քան թե Աստծուն, դուք թադեցեք, որովհետև մենք չենք գրնար այն, որ տեսանք եւ լսեցինք չխոսիլ»։ Կորսկ Առաքելոց 4:19 եւ 20։ Երբ Պետրոսը գեցած էր խորհուրդին առջև, միայն Հովհաննեսը անոր հետ էր։ Չկար մեկը, որում վրա դպավորություն ցկելու կամ աստելու պետք լար։ Հիմա Պետրոսն այլ համարձակություն ուներ։ Այդ համարձակությունը փոցավարված էր Հիսուսին նկատմամբ ունեցած սերեն։ Ան եւ Հովհաննեսը ազատ արձակվեցան ու նորեն միացան աշակերտներուն, պատմելով, թե ինչ տեղի ունեցած էր եւ այն սպառնալիքներուն մասին, որ տեղի ունեցան։ Հիմա դες, թե այս մարդիկ ինչ կխնդրեն Աստուծմե, որ ընե։ Եվ հիմա դեռ նայիր անոնց սպառնալիքին եւ դուր քու ծառաներուն բոլոր համարձակությունով քու խոսքը խոսիլ, որ քու ցերքը մեկնես, որ բժշկություն եւ նշաններ եւ հրաշքներ կատարվին քու Սուրբ Որդու Հիսուսի անունով։ Կորսկ Առաքելոց 4:29-30։ Այս մարդիկ Աստուծմե ավելին կխնդրեին, քան խնդիրներու մեջ չինալը։ Անոնք գիտեին, որ ավետարանը քարոզելով իրենց կյանքերը վտանգի տակ կտնեն, բայց կշարունակեին քարոզել, իսկ Աստված հավատարիմ էր հզոր հրաշքներ կատարելու համար։ Աշակերտները թույլ չտվին, որ երկչոդության պատճառով Աստուծո բարգեւը հանգչի իրենց մեջ։ Փաստորեն Աստուծո զորությունն այնքան ուժեղ էր, որ հիվանդներուն դուրս կհանեին Երուսաղեմի փողոցներուն վրա եւ մարդիկ կբժշկվեին, երբ Պետրոսին շուկն անոնց վրա գինար։ Կորսկ Առաքելոց 5:15։ Քահանայապետը եւ խորհուրդը իրականացուցին իրենց սպառնալիքները։ Անոնք աշակերտներուն ձերբակալեցին եւ բանտ նետեցին։ Քահանայապետն ասավ. «Չէ որ բադվիրելով բադվիրեցինք ցեզի, որ չսորվեցնեք այդ անունով, եւ ահա Երուսաղեմը լեցուցիք ձեր ուսմունքով եւ կգամենաք այն մարդուն արյունը մեր վրա բերել»։ Կորսկ Առաքելոց 5:28։ Պետրոսը նորեն համարձակորեն պատասխանեց. «Աստուծո պետք է ավելի հնազանդիլ, քան թե մարդոց։ Մեր հայրերու Աստվածը հարություն տվավ Հիսուսին, որուն դուք փայտեն կախած սպանեցիք։ Աստված անոր առաջնորդ եւ փրկիչ բարձրացուց իր աջով, որ Իսրայելին ապաշխարություն եւ մեղքերու թողություն տա։ Եվ մենք անոր վկաներն ենք այս բաներուն համար, եւ Սուրբ Հոգինալ, որ Աստված իրեն հնազանդողներուն տվավ։ Կորսկ Առաքելոց 5:29-32։ Ինչպիսի խիզախություն եւ համարձակություն։ Աշակերտները վախցած չէին։
Պետրոսը արդեն երկար ժամանակ էր, որ չէր ցկդեր իր կյանքը պահպանել։ Ան ազատ էր եսասիրութենեն եւ լեցված էր Աստուծո Սուրբ Հոգիով։ Աստուծո սերը արադությամբ լեցված էր անոր սրդին մեջ։ Ինչպես Հռոմայեցիներու 5:5-ը գսե, որովհետև Աստուծո սերը փրված է մեր սրդերուն մեջ Սուրբ Հոգիին ցերքով, որ դրվեցավ մեզի։ Հասկանալի է, որ Սուրբ Հոգին կբերե Աստուծո սերը մեր կյանքերուն մեջ, բայց Պետրոսի օրինակեն նաև հասկանալի է, որ Սուրբ Հոգին կդրվի անոնց, որոնք կհնազանդին։ Շատ քրիստոնյաներ գուզեն սերն ունենալ առանց հնազանդության։ Լեզուներով խոսիլը երաշխիք չէ, որ Աստուծո սերը կմնա քու սրդին մեջ։ Սուրբ Հոգիով լեցված ըլլալը մեկ անգամվան փորձառություն չէ։ Նշանակություն չունի, թե որքան լավ գիտես Սուրբ Գիրքը եւ թե որքան լավ կխոսիս լեզուներով։ Եթե դու Աստուծո առջև հնազանդ կյանքով չես ապրիր, քու սերը կսկսի սարիլ։ Յուրաքանչյուր անհնազանդություն կրնա բացեցնել այդ սերը։ Հիսուսն ասավ, որ վերջին օրերու նշաններեն մեկն այն է, որ քրիստոնյաներու սրդերուն մեջ Աստուծո սերը կսկսի սարիլ անօրենության կամ անհնազանդության պատճառով։ Մատթեոս 24:12։ Հիսուսին ըսած սերը ագապե սերն է։ Անոնք, որոնք ընդունած են Հիսուսին, միայն անոնք կգրեն այս սերը։ Հնարավոր է, որ լեցվածը լաս հոգիով, բայց հոգիի իսկական սերը բացակայի։ Պետրոսին եւ Հովհաննեսին հնազանդությունը անոնց համարձակություն բերավ եւ սրդերը լեցուց սիրով։ Եվ առաքյալներուն կանչեցին, ձեզեցին ու բադվեր դվին, որ չխոսին Հիսուսին անունով եւ արձակեցին անոնց, իսկ անոնք ուրախանալով քացին ադյանի երեսեն, որովհետեւ արժանի եղան անոր անունին համար անարգվիլ։ Գործք Առաքելոց 5:40 եւ 41։ Պետրոսն ու Հովհաննեսը չէին վախծած առաջնորդներեն, անոնք լեցված էին ուրախությամբ։ Ասոնք շատ կդարբերեին այն աշակերտներեն, որոնք քնացած էին Բարդեզին մեջ։ Անոնք կուրախանային, որ հալածվեցան եւ արիթ ունեցան ցույց տալու իրենց սերն ու հավատարմությունը։ Պետրոսը հիմա ոչ միայն սկացմունքային ցևով գսիրեր, այլև իր ողջ էությամբ։ Ֆոքսի աշխարհի քրիստոնյան նահատակները քիրքին մեջ գբատնվի, որ Պետրոսը նահատակվեցավ այնպես, ինչպես որ Հիսուսն ասած էր։ Երբ Պետրոսին կպատրաստվեին խաչել, ան ըսավ. Ես արժանի չեմ մեռնելու այնպես, ինչպես որ իմ դերը մահացավ։ Ադոր համարալ անոր խաչեցին գլխի վայր։ Պետրոսը հեռացավ այս աշխարհեն որպես հաղթող։ Հալելույա։